Ապրիլի 2-ին Սերբիայում կայանալիք նախագահական ընտրություններում 11 թեկնածուների շարքում 25-ամյա ուսանող Լուկա Մաքսիմովիչը, ով կոռումպացված չինովնիկներին ծաղրելու տեսքով ընտրապայքարի մեջ է մտել, երկրորդ վարկանիշն ունի։ Համենայն դեպս դա է վկայում երկուշաբթի հրապարակված հարցումների արդյունքները։ Ամեն ինչ սկսվել է կատակով։ Սերբիայի կենտրոնում գտնվող պրովինցիալ Մլադենովաչ քաղաքում նա որոշել է ծաղրել վարկաբեկված քաղաքական ուժերին։ Լուկա Մաքսիմովիչը քաղաքական վարկաբեկված գործչի կերպարի մեջ է մտել, սպիտակ կոստյում է հագել, կրել է ոսկյա անճաշակ մատանիներ եւ մեծ ժամացույց, եւ այդ տեսքով նա շրջել է քաղաքի փողոցներում եւ մարդկանց աշխատատեղ եւ փող է խոստացել, եթե նրանք քվեարկեն իր օգտին։ Տեսանյութերը տարածվել են YouTube-ով եւ Facebook-ով եւ պարզվել է, որ նա երկրորդ տեղում է 11%-ով։ Չնայած նա շատ է հետ մնում առաջին տեղում 53%-ով ընթացող երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչից, բայց մյուս թեկնածուներից առաջ է։ Սերբիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրություններին մասնակցելու համար 11 թեկնածու է գրանցել, այդ թվում Լուկա Մաքսիմովիչին։ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածու Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել նախկին վարչապետ Մանուել Վալսին իրեն աջակցելու համար։ Միևնույն ժամանակ պատասխանելով լրագրողի ճշտող հարցին ասել է, թե անպայման չէ, որ իր հաղթանակի դեպքում նա ընդգրկվի կառավարության կազմում։ Եվրոպա 1-ի հարցազրույցում Էմանուել Մակրոնը ասել է. «Առաջին հերթին ցանկանում եմ նրան շնորհակալություն հայտնել։ Դա ցույց է տալիս, ինչպես մի քանի ամիս առաջ ասել էի, որ ներկուսակցական պայքարում բոլոր ձախերը չեն կարող միավորվել։ Սոցիալ-դեմոկրատները, ձախ ճամբարում գտնվող պատասխանատու մարդիկ պատրաստ են միանալ իմ ծրագրերին»։ Այսօր ավելի վաղ նախկին վարչապետ Վալսը ասել էր, թե նախագահական ընտրություններում քվեարկելու է Էմանուել Մակրոնի օգտին։ Այդպիսով սոցիալիստ Վալսը չի պաշտպանելու սոցիալիստների թեկնածու Բենուա Ամոնին, ում պարտվել էր ներկուսակցական ընտրություններում։ Շոտլանդիայի խորհրդարանը երեքշաբթի օրը կողմ է քվեարկել Մեծ Բրիտանիայից դուրս գալու նոր հանրաքվե անցկացնելու օգտին։ 69 պատգամավոր կողմ է քվեարկել այդ նախաձեռնությանը, դեմ 59։ 2014 թվականին անցկացված անկախության առաջին հանրաքվեով շոտլանդացիները մերժել էին անկախությունը, որոշել էին մնալ Մեծ Բրիտանիայի կազմում։ Սակայն Լոնդոնի եւ Էդինբուրգի հարաբերություններում նորից լարվածություն առաջացավ այն բանից հետո, երբ Լոնդոնը որոշեց դուրս գալ Եվրամիությունից։ Իրաքի Մոսուլ քաղաքի հարավ-արևմտյան թաղամասում, որն ազատագրվել է իսլամական պետության զինյալներից, օգնություն տրամադրող խմբերը քյաբաբ եւ խորոված են պատրաստել եւ բաժանել քաղաքի բնակիչներին։ Այդ գործն արել են շիա ռազմականացված խմբերի հետ կապ ունեցող խմբերը։ Օգնություն բաժանողներից մեկն ասում է. «Մեր գործը զինվորականներին ծառայելն է, բայց նայեք, թե որքան անօգնական են տեղահանված այս ընտանիքները։ Աստված տա, որ նրանք կարողանան վերադառնալ իրենց տները»։